Մեր Տեր ու Փառավոր Քրիստոս Հիսուսի անունով սկսենք այսօրվա մեր քարոզչությունը։ Այսօր մենք այստեղ ներկաներս հավաքվածներս ապրում ենք ոմանքս 30, 40, 10, 20 տարբեր տարիներ, տարբեր ժամանակահատվածներում ինչ արեցինք, եկանք այս երկիրը վերաբնակվեցինք, ոմանքս ամուսնացանք, Աստված պարգևեց երեխաներ, ոմանցս ոչ միայն երեխաներ, նաև թոռնիկներ։ Այս երկիրի դռները բացեց ոչ միայն մեզ համար, այլ ողջ աշխարհի համար, որտեղ ամբողջ այս երկիրը կառուցվել է այդ հիմունքի վրա, որ մարդիկ եկան աշխարհից, վերաբնակվեցին կազմակերպված կարգով։ Երեք ողջ Ամերիկան տոնում էր իր անկախության 250 տարին։ Ես կարդում եմ այն մասին, որ տարբեր կառավարություններ, պետություններ իրենց շնորհավորանքները հղեցին Սպիտակ տանը և ներկա այս երկրի նախագահին և անձնակազմին։ 250 տարի ինձ ու քեզ համար մեր թվականների համար մեծ թիվ է, բայց երբ որ խոսքը ազգ պետության մասին է խոսքը, երբ որ համեմատում ենք մեր փոքրիկ ազգ Հայաստան երկիրը, որ 1700 և ավելի տարիներ է, 250 տարին այդքան շատ չէ։ Բայց Աստված թող առաջնորդի ինձ, որպեսզի այսօր մի քիչ չէ, շատ Աստծո խոսքին անդրադառնանք, բայց ուզում եմ, որ նաև խոսենք այս երկրի պատմության մասին։ Չգիտեմ, երբևիցե առիթ ունեցել եք վիդեոներ են նկարագրում, մարդիկ հետաքրության համար դուրս են գալիս, ավելի կրթվածական։ Ես չեմ ասում համատարած է, բայց ահավոր տագիտություն է տիրում այս երկրում ինֆորմացիայի, այդքան ինֆորմացիա այս երկրում կա, բայց ահավոր տագիտություն է, իրենք իրենց երկրի Ամերիկայի պատմությունը չգիտեն։ Եվ երբ որ հարցադրումներ է դրվում, ես Ամերիկայից դուրս, պատասխանները իսկապես ցավացնող է։ Եվ ես ուզում եմ այս եկեղեցում, եւ որևէ մեկ քույր կամ եղբայր, որևէ մայրցամաքում, որ այս Աստծո խոսքը գլսի, միգուցե շեշտադրում Ամերիկայի մասին է, բայց խոսքը Ամերիկայի մասին չի։ Խոսքը այն հոգևորների մասին է, որ այս երկրի հիմքը կառուցեցին։ Եվ 250 տարվա ընթացքում, միայն 250 տարվա, արդեն 50 տարից ավելի է, սա ամենահզոր պետություն է, միանշանակ ես կարող եմ ասել, և տնտեսական առումով, և ռազմական առումով, և հոգևոր առումով, առաջմս, աղոթենք, որ այդպես պահպանվի, ռազմականը գիտություն, իմացություն, բայց հոգևորությունը, այսօրվա իմ ամբողջ մտահոգությունը քեզ հետ միասին և հոգևոր աշխարհի մասին, որ այս երկիրը մեծ հսկայական քայլերով գնում է դեպի կործանում, գնում է դեպի անհավատություն, բառից բուն իմաստով։ Ինչևիցե, սկսենք այսօրվա մի պահ անդրադառնանք այս երկրի պատմությանը։ Եթե 250 տարի հետ գնանք 2026-ից, ելում է 1776 թիվը։ Հունիս 4th of July, հուլիս 4 1776 թվին ստորագրվեց անկախության հրամանագիրը, հայտագիրը, ինչպես կուզեք, Declaration of Independence։ Եվ այն ժամանակ Ամերիկան ընդամենը 13 նահանգներից էր բաղկացած, 50 նահանգներ չէր։ Եվ 13 նահանգներից ընդամենը 12 նահանգների ներկայացուցիչ հավաքման, որը 39 դելեգացիա, 39 ներկայացուցիչներ էին։ Նրանցից ամեն մեկը Աստծո հոգու մեջ լցված, երկիրը ժողովուրդը պահանջեց, որ մինչև այդ անկախության հայտագիրը ստորագրելու ծոմապահություն անեն այս 39-ը եւ ամբողջ Ամերիկան եւ աղոթ բարձրացնեն, որ Տերը իմաստություն տա առաջնորդի, որովհետեւ իրենք հստակորեն գիտեին, թե ինչ է նշանակել անկախության հրամանագիրը ստորագրել։ Նշանակում է, որ մինչ այդ, երբ Անգլիայի թագավորությունը իր թաթը դրել էր այս ամբողջ երկրի վրա, միայն այս երկրի վրա չէ, այդ 1600-1700-ական թվականներին Անգլիայի կառավարությունը ասում են երկրագնդի 1/3-ը տիրում էր, ուղղակի տիրում էր։ Ինքը եթե քարտեզի վրա նայեք մեծ փոքր գոյություն է, բայց այն ժամանակ նրանց նավատորմը հզոր էր եւ տիրում էին երկիրները, պետությունները ու կառավարությունները եւ երբ որ քրիստոնյաները քայլ մեկնեցին, հեռացան եվրոպական այդ ծայրահեղ եկեղեցիներ, որպեսզի ազատության մեջ սպասվեն իրենց հորը, որդուն եւ Սուրբ Հոգուն, ինչ եղավ։
անգլիական թագավորը զինվորներ ուղարկեց, իշխանություններ ուղարկեց եւ իր թաթը դրեց նաեւ այս երկրի վրա։ Եվ երբ որ անկախության հրամանագիրը իրենք գիտեին, որ ում են դեմ առնել պատերազմի դուրս գալու, Անգլիայի հզոր պետության դեմ, ով մի խեղճ ու կրակ, մի նորաստեղծ ինչ պետություն, որը կոչվում էր Ամերիկա։ Եվ դրա համար աղոթքով ու ծոմապահությունով ստորագրվեց այդ անկախության հրամանագիրը։ Այդ անկախության հրամանագիրը երբևիցե առիթ կարդալու ամբողջը գրված է հոգով Աստծո խոսքի ճշմարտության հիման վրա։ Զարմանալի ձևով, երբ 2008 թվին այս երկրի նախագահ ընտրվեց պատմության մեջ առաջի կիսասև, եթե գիտեք իր մայրը սպիտակ էր, Հոսեյն Օբաման, եւ երբ որ առաջի օրը ձեռքը դնելով Աբրահամ Լինքոլնի, դա մեծ պատիվ է նախագահների համար, բայց իրենց ընտրությունը ուզում են իրենց սուրբ գիրքը, իրենց ընտանեկան սուրբ գիրքը, Աբրահամ Լինքոլնի սուրբ գիրքը պահպանվել է սպիտակ տանը մեջ։ Աբրահամ Լինքոլնի սենյակն է պահպանվել, որ չի օգտագործում, որպես այսինքն պատվավոր հյուրերին են, այդպես հատուկ են, որ թույլ են տալիս։ Այո, Աբրահամ Լինքոլնը այն անձն էր, որը գերազանցեց բոլոր նախագահներին Ամերիկայի պատմության մեջ։ Դա իմ կարծիքն է եւ կարծում եմ շատ շատերի։ Այդ օրը նա ձեռքը դրեց Աբրահամ Լինքոլնի սուրբ գրքի վրա ու երթում արեց, որ կկառավարի ինչով այդ գրքի հոգու ճշմարտությունով։ Ընդամենը 1 ամիս հետո Հուսեյն Օբամաս առաջի ճամփորդությունը, առաջի այցելությունը, որ արեց Եգիպտոս երկիրն էր։ Եվ երբ որ Եգիպտոս հայտնվեց, երբ ինքը ներկայացնում էր ողջ Ամերիկան, գիտեք ինչ արեց։ Հայտնեց, որ Ամերիկան քրիստոնյա երկիր չէ։ Թողեք մի հատ բան պարզենք, ինչ է ասել քրիստոնյա երկիր, որտեվ երբ որ ստանդարտներ ու չափանիշներ մեր մոտ բացահայտ չէ, երբ որ մեզ մոտ բացահայտ չէ, այդ ժամանակ դժվարանում ենք մենք հասկանալ ինչի մասին է խոսքը։ Երեք նման հայտարարություն արեց նորընտիր կաթողիկե ուղղության առաջնորդ Պապ Լիոն։ Լիոն ասեց. «Էմիգրանտների նկատմամբ բարեհամբույր եղեք, ողորմած եղեք»։ Ինքը գիտեր, որ ինչ խաղ է խաղում։ Բառախաղը ահավոր մի բան է, եւ որ քաղաքական գործիչները եւ ժողովրդի առաջնորդները օգտագործում են։ Նա հստակորեն կարող էր ասել. խոսքը օրինական էմիգրանտների մասին է, թե անօրինական էմիգրանտների, բայց չարեց եւ այդ բառախաղի մեջ թողեց անորոշությունը։ Բարեգութ եղեք էմիգրանտների։ Մենք բոլորս էմիգրանտներ ենք, սկսած Իրանից, ամբողջ մարդկությունը Ամերիկայում էմիգրանտներ են, բայց երբ որ խոսքը անօրինական էմիգրանտ, դա արդեն լրիվ ուրիշ կարգ է։ Եվ երբ որ քաղաքական գործիչները նման խաղ են անում, երբ որ Հուսեյն Օբաման ասեց, որ Ամերիկան քրիստոնյա երկիր չէ, ուզում եմ մի բան ճշտենք, ինչ է ասել քրիստոնյա երկիր։ Եթե Հուսեյն Օբամայի հաշվարկով քրիստոնյա երկիրը այն է, եթե այդ երկրում 200 միլիոն մարդ է ապրում եւ 200 միլիոն էլ քրիստոնյա են, դա է համարում քրիստոնյա երկիր, ահա իհարկե իր ասածը ճիշտ էր։ Բայց ոչ մի երկրում դու նման բան չես կարող գտնես։ Ուրեմն դա տգիտություն է, անմտություն է։ Ամերիկան համարվում է քրիստոնյա երկիր մինչև առայժմ այսօր, ինչի, որովհետև այս երկրի, իմի չգիտեմ բնակչություն ինչքան է, 300-350, այս բնակչության մեծամասնությունը դեռ քրիստոնյաներ են։ Այդ ժամանակ այդ երկիրը համարվում է քրիստոնյա, եւ Հուսեյն Օբամաս բոլոր մեծամասնության քրիստոնյաների անունից սխալ հռչակում արեց, որ Ամերիկան քրիստոնյա երկիր չէ։ Հասկանում եք, ստանդարտներն են էական ու կարևորը։ Այսօր յուրաքանչյուր մարդ իրեն համարում է քրիստոնյա, բայց ո՞րն է մեր ստանդարտը քրիստոնեության։ Սուրբ Գիրքը, Աստծո խոսքը։ Եվ ինչու ենք մենք հաճախ հավաքվում եկեղեցի եւ Աստծո խոսքն ենք սերվում եւ Աստծո խոսքին ենք մտիկ տալիս որպես քարոզչություն, որպեսի խոսքը մեզ համար բացվի, որտեղ սա է մեր չափանիշը։ Այո, մենք հետևում ենք, մենք փորձում ենք ճիշտ օրինաչափ քաղաքացիներ լինել այս երկրում, հետևել այս երկրի օրենքներին, բայց մեզ համար միայն երկրով չի որոշվում կյանքը։ Կյանքը մի օր ավարտվելու է։ Մեզ համար ամենակարևորը էականը ինչն է։ Այս ուղի, այս չափանիշների մեջ մնանք, որտեղ Աստծո Քրիստոսից խոստում ունենք հավիտենական կյանքի համար։ Եվ հավիտենական կյանքի մեջ դու չես կարող
մտնես Ամերիկայի ճիշտապահ քաղաքացի լինելով։ Համաձայն եք։ Սա է միակ ճշմարտությունը, որ մեզ երկին կտանի, որ կոչվում է Աստծո խոսք, Սուրբ Գիրք, Աստվածաշունչ։ Եվ երբ մենք համարում ենք մենք քրիստոնյա երկիր, ինչի համար ենք ասում։ Որովհետև դեռ սրանից 2000 տարի առաջ Քրիստոսը երբ համբարձվում էր իր աշակերտներին, մենք ընթերցենք Մարկոսի ավետարանի 16-ի 15 համարը։ Mark chapter 16 verse 15 բոլորիս ծանոթ հայտնի համար է։ Եվ ինչի եմ նշում այս նպատակ ունեմ։ Ապա նրանց ասեց, ով ասեց, Հիսուս Քրիստոս, երբ ասեց, երբ նա համբարձում էր երկինք։ Ու աշակերտներին եւ այսօր ինձ ու քեզ եւ պետություններին ու կառավարություններին քրիստոնյա ասեց գնացեք ու ամբողջ աշխարհով մեկ եւ բոլոր արարածներին, այսինքն դեղ սև, սպիտակ, դեղին, կարմիր, բարձր հասակ, ցածր հասակ, հարուստ, աղքատ, բաց բոլոր արարածներին ինչ արեք, ավետարանը քարոզեք, բարի լուրը, երկնքի թագավորությունը։ Եվ ես ուզում եմ ասել 250 տարվա մեջ ոչ մի կառավարություն, ոչ մի պետություն, ոչ մի ազգություն այդքան շատ միսիոներներ չի տվել, ինչ այս երկիրը։ Հիմա այս երկիրը համարես ոչ քրիստոնյա երկիր։ Իհարկե ոչ։ Իհարկե պարոն Հուսեյն Օբամայի ասածը սխալ էր։ Ամենաշատ միսիոներները աշխարհով մեկ այս երկիրը տվեց։ Այսօր ողջ աշխարհը, հատկապես քրիստոնյա աշխարհը, նայում է թե Ամերիկան ինչ որոշում է անելու։ Եվ դրականը իր դրական ներազդեցություն ունենում եւ բնականաբար բացականը այն ամբողջ պիղծը ու կեղծը ու ոչ աստվածայինը, որ կառուցվում ու հորինվում ու տեսք է տալիս, դա էլ է իհարկե տարածվում ողջ աշխարհով մեկ։ Երբ Ամերիկան կառուցվեց, Ամերիկան ոչ տուն կար, ոչ տեղ կար, ոչ մի վիճակ չկար։ Ասում է պատմությունը, երբ որ էմիգրանտները Եվրոպայից, Անգլիայից, Գերմանիայից, Նիդերլանդից, այդ բոլոր Բելգիկայից, նրանք շարժվեցին, որպեսզի ազատության մեջ, ասում եմ, մինչև իրենց տները կառուցել եկեղեցիներ էին կառուցում։ Մի ուրիշ տվյալ ասեմ, աշխարհում ամենաշատ եկեղեցի գիտեք որտեղ կա։ Ամերիկայում։ Ամենաշատ կառուցված եկեղեցին Ամերիկայում է։ Ու այդքանով հանդերձ դու կարող ես ասել, որ Ամերիկան ոչ քրիստոնյա երկիր է, իհարկե ոչ։ Հասերը մեկը մյուսի կողմից շարվում են կողքին։ Եվ բնականաբար, երբ որ տեսք ստացան 13 բանային նահանգներին եւ վեց տարածվեց, այդ ընթացքում նաեւ ինչ եղավ։ Զարկ տվեց ինչ է գիտությանը, ուսումնասիրությանը, դպրոցներին։ Դպրոցներում միանշանակ մի քիչ հետո կանդրադառնանք։ Այսօր ուզում եմ այստեղից հայտարարել մի քանի հայտնի համալսարանների մասին, որ կարծում եմ, որ բոլոր ծնողների երազն է, որ իրենց երեխաները երբևիցե բախտ վիճակվի այդ բուհերի, այդ բարձրագույն հաստատությունների նույնիսկ կողքով անցնել։ Ուզում եմ միանշանակ մեկ բան ասեմ, որ երբևիցե ես չէի կարդացել։ Ես գիտեմ, որ Հարվարդը հոգևոր դպրոց է եղել, բայց որ նման դպրոցները ու այդ դպրոցները գիտեք ովքեր են հիմք դրել։ Ֆիլանտրոպիստները չէ, բարեգործները չէ, մեծահարուստները չէ, գիտության ասպարեզում չէ, կրթության ասպարեզում չէ։ Բոլոր այս համալսարանների անունները որ կտամ, բոլորի հիմքը դրել են եկեղեցու հովիվները։ Այո, այսօր որ այսքան անտեսված են եկեղեցու հովիվները, այն ժամանակ եկեղեցու հովիվները հիմք դրեցին, ուզում եմ կարդալ ձեզ համար։ All of American college presidents were preachers of the gospel. Նրանք Աստծո խոսքի քարոզողներ էին։ Գիտեք այդ որ դպրոցների մասին եմ խոսում։ Հարվարդը եւ Օքսֆորդը համարում են աշխարհի երկու ամենաբարձրագույն համալսարանները։ Հարվարդի կողքին Յելը ոչինչով չի զիջում։ Հետո գայսա Փրինսթոնը, հետո Բրաունը, հետո Դարմոնթը, հետո Վիլյամը, հետո Մերին, հետո Կոլումբիան։ Այսօր այդ նման համալսարաններում, որոնց հիմքը դրեցին քարոզիչները, 70-ից 80% անաստվածներ են կրթվում ու տարածվում հասարակության մեջ այս երկրում։ Պարոն Հուսեյն Օբաման, եթե չեմ սխալվում, Կոլումբիայի ավարտական ունի եւ դոկտորան Հարվարդից է ստացել։ Երկու համալսարանները
որ ինքն էլ իրեն քրիստոնյա էր համարում, ձեռքը Սուրբ գրքի վրա դնելով եւ հայտարարելով, որ այս երկիրը քրիստոնյա երկիր չէ։ John Harvard համալսարանի հիմնադիրը, a pastor from Charlestown, Massachusetts. Massachusetts-ի նահանգը համարվում է ամենաանհավատ նահանգներից մեկը այսօր, Բոստոնով սկսած։ Charles John Harvard-ը հիմք դրեց Հարվարդի համալսարանը։ Ես ուզում եմ տողեր կարդամ իր խոսքերի մասին։ Ինչն էր նպատակը, որ նա հիմք դրեց Հարվարդի համալսարանը։ That every student, որ ամեն մի ուսանող, որ ներս կմտնի այդ քոլեջը կամ համալսարանը, մի բան սովորի հստակորեն Աստծո եւ իր որդի Հիսուս Քրիստոսի մասին։ Եվ հասկանա, որ բոլոր աշխարհի գիտությունների հիմք ընկած է ինչի վրա, Աստծո ճշմարտության վրա։ Եվ այսօր մեծամեծ անաստվածները ավարտում են Հարվարդի համալսարանում։ Եթե մեկը մի առիթով մեծ կխոսա քո հետ, հարց տուր իրան։ Հարվարդ համալսարանը ինչու է կոչվում Հարվարդ։ Եվ վստահ եմ, որ 99%-ը չեն կարող քեզ պատասխանել։ Պատմիր Ջան Հարվարդի մասին ու ասա թե ով է եղել Ջան Հարվարդը, որ Հարվարդի համալսարանի հիմնադիրն է եղել ընդամենը Հիսուս Քրիստոսի աշակերտ, ծառա, քարոզիչ։ Այո, սիրելիներ, այս երկիրը նմանատիպ հիմք է ունեցել հոգևորների, լեցուն հոգևորների։ Եվ իզուր չէ, որ Սաղմոս 33:12 համարում ասում է երանի այն ազգին, այո, այս երկիրը, որ այսօր այսպիսի հզոր պետություն է դարձել, այդ երանությունների մեջ մտավ, ինչի նման հոգևորների պատճառով, հոգևորների երանի այն ազգին, որի Աստվածը Տերն է, եւ այն ժողովրդին, որին նա իր համար ժառանգություն ընտրեց։ Եվ մի քիչ առաջ ասեցի, աշխարհում ամենաշատ եկեղեցիներ այս երկրում է կառուցվել եւ աշխարհում ամենաշատ միսիոներներ այս երկիրն է տվել։ Ամենաշատ հոգևորներ այսօր այս երկրում կա, ամենաշատ քարոզիչներ, ամենաշատ ավետարանիչները այս երկրում են։ Եվ այդքանով ցանդերս դու կարող ես ասել, որ այս երկիրը քրիստոնյա երկիր չէ։ Երանելի այդ ազգը։ Եվ այսօր այդ միաշունչ հոգով մենք աղոթում ենք մեր երկրի համար, մեր Հայաստան երկրի համար, որ մենք տիտղոսով քրիստոնյա չենք ուզում լինել, մենք ուզում ենք հոգով ու ճշմարտությունով քրիստոնյա լինել։ Եվ փառք ենք ասում Աստծուն, որ այսօրվա մեր նորատիր նախագահ, մեր եղբայր կարող եմ ասել, առանց քաշվելու ամանչելու ելնում է եւ ողջ ազգի հայ ժողովրդի արչեւ Սաղմոս ընթերցում եւ աղոթ բարձրացում երկնքի Տիրոջը։ Սրանք աղոթների արդյունք չեն։ Տերերի Տերը փառավորվի միանշանակ այսօր ու մինչև հավիտյանս հավիտենից։ Երբ ես երկիրն էր կառուցվում եւ պետություն դարձավ, չէ, ոչ մի գումար չեմ տալու ցեզի։ $1 թղթադրամի վրա տեսնում եք բուրգը, որ ավարտված չէ։ Բուրգը համարվում է ճարտարապետության մեջ կատարյալ կառույց, սիմվոլիկ առումով։ Չի ավարտված եւ այդ բուրգի գլխին ինչ է դրված, աչքը, դա Աստծո աչքն է, որ այս երկրի վրա էր։ Սրանք բոլորը սիմվոլիկ էր, երբ որ կառուցում էին, երբ որ գծագրում էին, որոշում էին։ Եվ այդ բուրգի շրջանակը, որը համարվում է Ամերիկայի գերբը, այսպես ասած, լատիներեն տառեր է գրված։ Ես ուզում եմ այդ տառերը ինձ ու քեզ համար բացահայտվի։ Որտեվ լատիներեն է, մեզանից ոչ մեկս, ոչ էլ մեր շրջապատը գիտի լատիներեն, բայց այն ժամանակ հոգևոր հայրերը, երբ որ նախագծում էին թղթադրամը, hold in your hand a $1 bill. On the back, the great seal of our nation. Այդ սիլն է։ Բուրգը վերևում գագաթում դրված Աստծո աչքը, որ հետևում է այդ կառույցի, այդ ամբողջացմանը։ Ասում է շուրջ բոլորը գրված է լատիներեն տառով եւ գիտեք, որ անգլերենով թարգմանին ինչա God has smiled
upon our beginnings։ Այրենով թարգմանենք, Աստված երկնքից նայեց ու այս պետության եւ այդ պետությունը բնականաբար առանց դրամի պետություն չէր, ուժ չէր, կարողություն չէր, բիզնես չէր։ Եվ երկնքի Աստվածը երկնքից նայելով եւ ինչ արեց, God has smiled, ժպտաց մեզ վրա, ուրախացավ մեզ համար, մեր սկիզբը դնելու համար։ Սկիզբը ճիշտ է տրվեց երկրի։ Դրա համար այս երկիրը 250 տարվա ընթացքում այսքան բարգավաճեց ու տարածեց, որ աշխարհի բոլոր ժողովուրդները ու ազգությունները երազում են, եթե ոչ 100%, բնականաբար, բայց 50% վստահորեն կարող եմ ասել, երազում են, որ մտնեն այս երկիրը ու այս երկրի քաղաքացիություն ընդունեն։ Դա վստահորեն կարող եմ ասել։ Դա Աստծո օրհնությունը չէ, սիրելիներս։ Եվ դա էր պատճառը, մինչև այդ գրված չէր, 1865 թվին որոշում կայացվեց, որ Ամերիկայի բոլոր թղթադրամների և մետաղադրամների բոլորի վրա միանշանակ գրվի ինչ in God we trust, մենք Աստծուն է որ վստահում ենք։ Այո, այսօր այդ լիբերալները, այդ չակերտավոր ազատամիտները, այդ պիղծ անաստվածները իրենց ճախում են մեջտեղից, որպեսզի կարողանան այդ անունը, այդ գրությունը ջնջեն մետաղան, բայց դա համարյա անհնարին է, որտեղ սա ամենամեծ ազգն է եւ ինչ որ մի թղթադրամ, պատկերացնում եք 1 կոպեկանոց են ուզում շրջանառությունից դուրս անել ու մեծ խնդիրների առջև են կանգնած։ Խոսքը բոլոր թղթադրամները ու մետաղադրամները փոխելը անհնարին է։ Եթե հնարավոր լիներ, վաղ առավոտ կարդանայր ու կտեսներ, որ այդ գրությունը ջնջելու են։ Այո, պղծությունը տարածվել է այս երկրում, դա է մտահոգությունը, դա է ցավը, դա է տխրությունը։ Եվ մենք ապրում ենք մեր վերջի տարիները, բայց իհարկե մեր մեծագույն մտահոգությունը մեր երեխաները, մեր թոռներն են, մեր ապագա ժառանգներն են, որ եկել ենք այս երկիրը Քրիստոսին ազատության եւ ուրախության մեջ պաշտելու եւ երկրպագելու։ 1782 թվին ընդամենը մի քանի տարի էր, որ դարձել էին անկախության։ Դեռ պատերազմում մի կերպ պատերազմը հաղթարեցին 1782 թվին առաջի հրամանագրներից, որ կառավարությունը հայտարարեց ինչ էր, որ դպրոցներում պետք է ինչ դասավանդվի, իհարկե Սուրբ Գիրքը։ Դրանով չբավարարեցին, մարդկանցից գանձած թաքսերով Սուրբ գրքեր գնեցին ու տարածեցին բոլոր դպրոցներում։ Իհարկե պղծությունը միշտ էլ եղել է, միայն 2006 թվականներում չէ, 1844 թվին բողոք եղավ, ինչ իրավունքով եք դուք Սուրբ Գիրք դասավանդում դպրոցներում, եւ այն ժամանակվա Supreme Court-ը, մեծագույն բարձրագույն դատարանը իհարկե մերժեց բողոքը եւ ասեց Սուրբ Գրքից բացի ավելի որ լավ գիրքը կարող եք առաջարկել, որ դպրոցներում դասավանդել եւ շարունակեցին դասավանդել։ Եվ ինչպես գիտեք, տխուր պատմությունը, այդպես բողոքներ եղավ, մերժեցին, բողոքներ եղավ, մերժեցին, մինչև 1964 թիվ, որ մի հատ կին բողոքեց, որ չեմ ուզում, որ իմ տղաս դպրոցում Սուրբ Գիրք սովորի, եւ այդ անգամ դժբախտաբար ցավալիորեն Supreme Court-ը հաստատեց եւ Սուրբ Գրքերը դուրս հանեցին դպրոցներից։ Ուրախալի լուր, այսօր նահանգ առ նահանգ հրամանագիր է հայտարարում, որ Սուրբ Գիրքը ներս մտնի նորեն դպրոցները։ Արդեն եթե Ամերիկան պակասել է, նահանգներն են ոտքի ելնում, ամեն մեկը իր ընտրությունը որոշումն է անում, թող փառավորվի փառավորած Տերը եւ Աստվածը։ Հիտլերին գիտեք, եւ եղավ սկիզբը ֆաշիզմի, կործանեց իրեն, երկիրը, ծայրահեղ աղքատության։ Նրա պրոպագանդայի մինիստրը, նախագահը, այսինքն այն անձը, որ գաղափարախոսություններ ինչ անում, հասցնում, տալիս իր ժողովրդին։ Գերմանացի ազգը, որը համարվում է բավականին աշխատունակ եւ խելացի եւ կազմակերպված ազգ, դարձան ինչ զամբի ու հետևում էին ինչին Հիտլերին։ Ու կարողացան նրանց համոզել, որ դուք բարձրագույն եք, բոլորին պետք է կոտորենք, սպանենք եւ մենք տիրենք ողջ երկրագնդի վրա։ Եվ մարդիկ մարսեցին դա։
Գեբելզը այսպիսի ման թևավոր խոսք ունի եւ ինքն էր առաջի կիրառողը, այդ կիրառողների մեջ ասում է if you tell a lie, եթե դու միած սուտ ես ասում, long enough, երկար կրկնում ես այդ սուտը, պրոպագանդում ես, մարդկանց ուղեղը մտցնում ես, loud enough, բարձրաձայն, ոչ թե խղճարությամբ, Հիսուսը կա, գիտես, նա հարություն առել, չէ, համարձակորեն Հիսուսը հարություն առել եւ ես նրա վկան եմ։ Եվ ասում է, եթե loud enough and often enough եւ հաճախակի ինչ-որ մի սուտ մարդկանց ուղեղին ինչ անես մտցնես, you can make people believe anything։ Դու կարող ես մարդկանց համոզես։ Սա Ջոզեֆ Գեբելզի համոզմունքն էր եւ նա կիրառեց իր սեփական ազգի վրա։ Եվ այսօր այս Ամերիկայի ազատամիտները գիտեք ինչ են անում։ Նույն այդ սուտը հայտարարում են, որ եկեղեցին հավատքը պետք է ժողովրդից ու կառավարությունից առանձնանա։ Wall of separation between church and state։ Եվ ոչ մեկը հարց չի ասում, այդ state կոչվածը, այդ կառավարության կոչվածը երկնքից են չէ, թե դժոխքից են վեր բարձրացել։ Մարդիկ են, չէ, ընտրվում են 4-5 տարով, գալիս են, կառավարում են, հետո գնում են հաջորդն են գալիս։ Ուրեմն ժողովրդի մասն են, նրանք ժողովրդի կողմից ընտրված են։ Դու ինչպես կարող ես ժողովրդի կողմից ընտրվածին առանձնացնել ժողովրդից։ Եվ ինչպես կարող ես հավատքը, աստվածապաշտությունը ժողովրդի մեջից դուրս անել։ Իրենց ամբողջ ցավը սա է, որպեսզի հավատքը եւ եկեղեցին եւ աստվածապաշտությունը ժողովրդի մեջից դուրս անել եւ այդ սուտը տարածում են եւ այսօր 50%-ից ավելի այս երկրում այդ սուտը ընդունում է որպես ճշմարտություն։ Ասում են եկեղեցին հավատքը աստվածապաշտությունը պետք է գործ ունենա ժողովրդի հետ։ Դու դժբախտ արարածներ, երկինքն ու երկիրն է ստեղծող Աստվածը։ Այդ Աստծոց երես դարձնես, ուր գնաս։ Իհարկե պետք է սատանային դեմ առնես, այլ ուրիշ տեղ չկա։ Եվ այսօր այդ 50%-ը գնում է սատանայի հետևից։ Եվ իզուր չէ 2000 տարի առաջ, որ Հիսուսը գրում է, ասես սրտի ցավով եմ գրում։ Գրում եմ, որ կործանողների այդ ճանապարհը լայն է ու ընդարձակ, ու դրանով գնացողները շատ ու շատեր են։ Եվ այդ 50%-ը գնալով շատանում է, եւ դա է ցավ ու դժբախտությունը, տխրությունը այս երկրի համար։ 2 Chronicles 7:14 Երկրորդ մնացորդած գիրք 7-րդ գլխի 14-րդ համարում նման տողեր են կարդում։ Եվ իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված։ Այսօր մենք այդ ժողովրդի առանձին անհատներն ենք։ Մեր վրա Աստծո անունը կա թե ոչ։ Այս խոսքերը իմ ու քո մասին է թե ոչ։ Եվ մենք աղոթում ենք, որ այդ խոսքերը այո եւ ամեն դառնա մեր տան համար։ Եվ այդ խոսքերը այո եւ ամեն դառնա մեր ազգի համար։ Եվ այդ խոսքերը այո եւ ամեն դառնա այս երկրի համար, որ մենք այս երկրի քաղաքացիներն ենք եւ երեք ուրախությունով տոնում ենք այս երկրի 250-ամյակը։ Եվ իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, իմ երեսը փնտրի։ Եվ ինչի համար ենք մենք մեկտեղ գալիս։ Աղոթելու, խոնարհվելու ու նրա երեսը փնտրելու։ Կա ուրիշ նպատակ, որի համար դու այսօր եկել ես եկեղեցի։ Խոնարհվելու ու նրա երեսը փնտրելու, նրան աղաչելու, նրա հետ հաղորդակցվելու, որտեղ մենք համոզվել ենք մեր կյանքի ապրած օրերի մեջ, որ Աստծուն հավատացող մարդու համար Աստծոց դուրս ոչինչ չի կարող լինել։ Կլինի ցավ, տխրություն, պակաս ու խեղճություն։ Եվ այսօր մենք ինչքան ջանասիրաբար այն հարազատներին, որոնց ճանաչում ենք, որ մեր աղոթների ցանկի մեջ են, որ ժամանակին մեր կողքին մեզ հետ աղոթք ու երգ էին բարձրացնում, եւ այսօր աշխարհում մոլորված գնում են ու գալիս։ Մեկ ուրիշ աստվածներ են փնտրում, չկա սիրելիս, չկա գոյություն չունի։ Երկինք ու երկիր ստեղծող Աստվածը միակն է, ճշմարիտն է, հավիտենականն է։ Եվ իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքերը եւ կբժշկեմ նրա երկիրը։ Եվ այսօր մեր աղոթքն է, որ Տերը ների մեր մեղքերը, Տերը օգնի իր երեսը փայլեսի մեզ ու մեր տան վրա, այս երկրի վրա, որ ժամանակին դռներ բացեցին,
դռներ բացերին եւ մեզ ընդունեցին եւ մենք եկանք ու հաստատանք որպես օտարականներ, բայց մեզ հարազատների ման ընդունեցին, որտեղ օրինաչափ ենք եկել։ Մեզ գիտեին, մեր կյանքը գիտեին, մեր անձնագրերը նախորոք արդեն տվել են, ամեն ինչի մասին տեղ ենք։ Մենք տարիներով հերթ ենք կանգրել, սպասել ենք։ Իսկ Բայդենը ինչ արեց։ Դռները բացեց եւ այդ բաց դռներից մտան աղքատներ, կարիքավորներ, հիվանդներ, դժվարությունը բան չունեմ ասել, բայց նրանց հետև նայ մտան ծայրահեղ մուսուլմաններ, սոցիալիստներ, հանցագործներ, գողեր, մարդասպաններ, ավազակներ, դե գնա գտի դրանց։ Եվ ամեն օր լսում ենք այդ illegal immigrant-ների, որոնք հսկողության տակ չեն, նրանք ոչ մի ձևով չես կարող ինձ բռնես, նրանք ամենուր են, լպրծուն են, նրանք կարող են սպանել առանց պատասխանատու լինել, նրանք կարող են բռնաբարել, քանդել, վառել, անիծել, թափթփել։ Եվ ինչ արեց այդ ճղճին Բայդենը, մարդկանց տները քանդել տվեց, ասես դռները բացա բերեց այստեղ ու բարիս բունի մասով նրանց անտերության մատնեց։ Եվ ինչ եղավ։ Նրանք ոչ ստեղ տուն ունեն, ոչ էլ իրենց երկրում։ Իսկ տարիներ շարունակ այս երկիր ինչ էր անում։ Գումար ու օգնություն էր ուղարկում այդ երկրում։ Ասում էր կրթվեք, հառաջադիմեք, կառուցեք, ձեր գյուղատնտեսությունը զարգացեք, ձեր տնտեսությունը զարգացեք, ապրեք, դուք այդ երկրի ծնունդն եք եւ բարգավաճեք։ Եվ սա է, երբ որ դու խախտում ես միտումնավոր ստանդարտները, որպեսզի քո քաղաքական շահերի համար։ Երկնքի Տերը ամեն բան տեսնում է։ Երբ ես երկիրը եկավ ու կառուցվեց, երբ հոգևորները սկսեցին եկեղեցիներ կառուցել, դպրոցներում Աստծո խոսքներ դասավանդում, եւ ամեն ինչ կարգ ու կանոնի մեջ էր, գիտեք, Անգլիան թեկուզ թաթը դրած Ամերիկայի վրա ուրախանում էր, իհարկե ոչ, իրան դուր չէր գալիս։ Թեկուզ թաթը վրա դրած նա տեսնում էր, որ ամեն օր այդ երկիրը, այդ խեղճ ու կրակ, այդ անորոշության մեջ Ամերիկան ամեն օր աճում ու զարգանում ու ուժեղանում է։ Օրհնված երկիր է դարձել։ Բոլորը աշխարհով մեկ, թեկուզ այն ժամանակ երազում են գային դեպի Ամերիկա, թեկուզ այն ժամանակ ինտերնետ չկար, հնարավորություն չէ, հեռախոս չկար, բայց լսում էին ինչ-որ լուրեր, որ երկիր կա, որ ազատություն է տիրում։ Թեկուզ Անգլիայի բռնապետության տակ է, բայց այնտեղ եկեղեցիներ կա, փառաբանություն կա, օրհնություններ կա։ Եվ Անգլիայի պետությունը ինչ արեց։ Անգլիայի պետությունը թագավոր Անգլիայի հրաման տվեց, որ բոլոր բանդերի դռները բացվի եւ բոլոր հանցագործների, մարդասպաների ինչ արեց, նստացրեց նավակները եւ ուղարկեց Ամերիկա։ Ինչի համար, որպեսզի Ամերիկան պաղծի։ Ուղղակի պաղծագործի, ուղղակի փչացնի։ Եվ դրանով չբավարարվեց։ Իր ընկերներին, իր բարեկամներին տվեց Ամերիկայի մեծ հողատարածքներ եւ ասեց դու պետք չունես մշակես։ Ասեց այն ամատը ուղեց դեպի Աֆրիկա ու սկսեց սևամորթներին բերել որպես ստրուկ եւ սկսեց աշխատացնել։ Ցանեց դառը սերմը եւ ուղիղ 120 տարի հետո այս նույն Ամերիկայի երկրում սկսեց ինչը եղբայրասպան պատերազմը, որ կոչվում էր ստրուկների ազատագրման պատերազմ, որը Աբրահամ Լինքոլնը գրեց։ Բայց այդքանով հանդերձ այս երկիրը դիմացավ, աճեց, բարգավաճեց, հաստատվեց եւ կառուցվեց։ 1730 թվականին դեռ չէր կառուցվել։ Թեկուզ լեցուն քրիստոնյաներ են եկել այս երկիրը, բայց նաեւ երբ որ Անգլիայի թագավորությունը ամեն պղծություն ուղարկեց, այդ ժամանակ բնակչության ընդամենը 10%-ն էր, որ եկեղեցի էր գնում։ Մենք կերազեինք, որ այդ 10%-ը այսօր իրականանար։ Մենք փափագեինք։ Բայց այն ժամանակ 10%-ը շատ չնչին էր հոգևորների համար։ Դրա համար եկեղեցիները ինչ արեցին։ Ծոմ ու աղոթք։ Որ Աստվածանից ինչ խնդրեցին։ Աստված արթնությունը սկսի։ Եվ Աստված իր արթնությունը սկսեց Ամերիկայում։ Ամերիկայում հասակ տվեց Ջան Էդվարդզի նման հոգևոր քարոզիչ, որ նրա քարոզից տասնյակ հազարավորներ նույն քարոզի ժամանակ ապաշխարում ու տիրոջն էին դառնում։ Ջորջ Ուայթֆիլդը, Գիլբերտ Թենենթը, Ջոն Վեսլին եւ մյուս առաջավոր
հոգևորներ, որոնք Աստծո խոսքը ամբողջ Ամերիկայով եւ հետո առիթ եղավ Աստծո խոսքը դուրս հանեցին դեպի Եվրոպա։ Խոսքի ճշմարտություն։ Այո, այս երկիրն է եղել, որ Տերը նայեց երկնքից ու իսկապես ուրախացավ ու ժպտաց ու ասեց ճիշտ է ձեր սկիզբը։ Ես կօգնեմ այս երկիրը եւ օրհնեց այս երկիրը եւ այս երկիրը օգտագործեց հավատքը տարածելու համար ամբողջ աշխարհով մեկ։ Եվ վերջապես հասնելով մեր խոսքի ավարտին, Վաշինգթոն DC մեր մայրաքաղաքն է։ Սրտից հավատ պետք է ասեմ, ինչ կառույցներ կա այդտեղ, երբ որ մեր հոգևոր հայրերը կառուցեցին այնտեղ, եւ այսօր Վաշինգթոն DC-ում 94%-ը ծայրահեղ դեմոկրատներ են։ Գիտեք որտե՞ց գիտեմ, որ երբ որ Հուսեյն Օբաման էր ընտրվում, 95% Վաշինգթոնից նրան ձայն տվեց։ 95%-ը։ Այն 5%-ն էլ երևի քվեարկությանը չմասնակցեց։ Մինչև հիմա շարունակում է այդ կարգավիճակը։ Իսկ Վաշինգթոնում այսպիսի մի հատ կառույց կա։ Սա կոչվում է the tallest structure in Washington. It is Washington Monument. Վաշինգթոնի մանումենտն է կոչվում։ Եվ երբ որ հոգևորները կառուցում էին դա, հրամանագիր եղավ, որ Վաշինգթոնում ոչ մի շենք չեն կարող իր բարձրությամբ կառուցել, որպեսզի դա առանձնահատուկ լինի, բոլոր տեղերից այդ ինչը տեսնեն, այդ սյունը տեսնեն։ Եվ սյունի առջևում ինչ կար, մի ավազան։ Ուզում եմ ուշադիր նայեք, տեսնում եք արձագանքը լողավազանի վրա, մի քիչ հետո կկարդանք, թե այդ վերևում այդ բուրգի վրա ինչ է գրված, բայց սա ինչն էր, սա խոսում էր, որ Աստված ամենահզոր է երկնքում եւ ամենահզորն է երկրի վրա։ Այդ ողորմելի Բայդենի ժամանակ, որ բիլիոներ մսխում էր գեյերի ու լեսբիաների վրա, այդ ավազանը կեղտաջրով է լցված եւ նման արձագանք չկար ու այդ բոլորը միտումնավոր էր արված։ Այն օրը ես Թրամփի գիտեմ, բողոքներ ունեք, բայց այն օրը, որ այս մարդը ընտրվեց, առաջի բանը, որ արեց այդ ավազանը լվանալ տվեց, մաքրեց, որպեսի փայլատակվի։ Անցյալ շաբաթ մի հատ ողորմելի, մի հատ խելքից պակաս մարդու տեսան, որ եկել էր կեղտեր լցնում այս ավազանի մեջ։ Զգում եք, չէ՞, սատանեն ինչքան խղճուկ է իր գործելակերպով։ Իրանց ամբողջ ցավը, որ այդ ավազանը մաքուր չլինի, որպեսզի Աստված չփառավորվի երկնքում ու չփառավորի երկրի վրա։ Ինչի համար, որովհետև այդ գագաթնակետում այդ սյունի Washington Memorial Monument-ի վերևում ինչ է գրված. Let God be praised. Թող որ Աստված փառավորվի երկնքում ու երկրի վրա։ Սա էր իրանց ամբողջ ճարտարապետական գաղտնիքը։ Եվ ուզում են, որ դա նշան լինի այս երկրի համար։ Այս երկրի մայրաքաղաքում երկիրը երկնքում փառավորվի, let God be praised and let God be praised on երկրի վրա։ Այս սիրելիներս, մի քիչ պատմությունից, մի քիչ Աստծո խոսքից, մի քիչ բողոք, մի քիչ էլ ուրախություն։ Եվ այսպիսով կգանք ավարտի այսօրվա մեր խոսքի քարոզչությանը։ Քեզ կբերեմ Տերերի Տեր ու փառավոր Քրիստոս Հիսուսի հրաշափառ ձեռքերի մեջ, ամեն։